20-րդ դարի հայ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում։ Նա ճանաչված է արդեն որպես համաշխարհային դասական, նրա գործերն այսօր էլ հնչում են աշխարհի ամենամեծ բեմերում։ Արամ Խաչատրյանը միշտ նշել է, որ Թիֆլիսի մթնոլորտը և միջավայրը մեծ ազդեցություն են ունեցել իր կյանքի և կարիերայի վրա։ 18 տարեկանում Արամ Խաչատրյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1922 թվականին ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ, չունենալով նույնիսկ տարրական երաժշտական գիտելիքներ։ Նա միևնույն ժամանակ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, այնտեղ սովորում էր կոմպոզիտորական գործ և նվագախմբի համար նոտայագրություն։ Այս ընթացքում նա սովորում էր նվագել թավ ջութակի վրա։ Այստեղ նա նաև ծանոթանում է կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ և ամուսնալուծվելով առաջին կնոջից 1933 թվականում ամուսնանում Նինայի հետ։ Նախքան կոնսերվատորիա ընդունվելը Խաչատրյանն արդեն գրել էր իր առաջին երկու գործերը՝ պար և պոեմ դո դիեզ մինորում։ Դեռ այն ժամանակվանից Խաչատրյանը լայնորեն օգտագործում էր հայկական ժողովրդական երաժշտությունն իր ստեղծագործությունների մեջ։ Նա որպես ավարտական աշխատանք ներկայացրել է իր գրած առաջին սիմֆոնիան, որն ամբողջությամբ ներշնչված էր հայկական ազգային երաժշտությամբ։ Այն գրավել է նշանավոր դիրիժորների ուշադրությունը և շուտով կատարվում է խորհրդային լավագույն նվագախմբերի կողմից։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսվում է նրա կարիերայի ակտիվ շրջանը։ 1936-ին Խաչատրյանը գրում է իր առաջին մեծ գործը՝ «Դաշնամուրի կոնցերտը», որը նրան հաջողություն է բերում ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նրա հռչակավոր գործերից են «Սպարտակ» և «Գայանե» բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի 2001 տիեզերական ոդիսական ֆիլմում, հատկապես հայտնի է բալետի «Սուսերով պարը»։ Արամ Խաչատրյանը, լինելով սոցիալիզմի եռանդուն ջատագով, միևնույն է Կոմկուսի կողմից 1948 թվականին սուր քննադատության է ենթարկվում հասարակ ժողովրդին իբր անհասկանալի և անհասանելի երաժշտություն մատուցելու համար։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ կոմպոզիտորը նշել է. «Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ երաժշտական տարբեր լեզուների միջև, հայ կոմպոզիտորների հետ միասին մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը, իսկ երբ լսեն, կասեն. պատմեք մեզ այն ժողովրդի մասին, ցույց տվեք այն երկիրը, որն այսպիսի արվեստ է ստեղծում»։ Արամ Խաչատրյանը գրել է նաև երգեր, եկեղեցական երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար։ Նա ստեղծել է մոտ 25 ֆիլմի երաժշտություն, այդ թվում հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի համար 1935 թվականին։ 1950 թվականին Ստալինգրադի ճակատամարտ ֆիլմի երաժշտության համար Խաչատրյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, որը այն ժամանակ կոչվում էր Ստալինյան մրցանակ։ Առանձնահատուկ տեղ է գրավում Արամ Խաչատրյանի դիմակահանդես երաժշտությունը, որը գրել է 1943 թվականին Միխայիլ Լերմոնտովի համանուն պիեսի ներկայացման համար։ Հայ ժողովուրդն անսահման գնահատում է մեծ երաժշտին և հարգանքի տուրք է մատուցում առ այսօր։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին։